Դուք երևի նկատեցիք, որ կառավարության նիստի համակարգչային ապահովումը փոխվել է։ 2018-ին Փաշինյանը կառավարության նիստում գովազդեց հայկական արտադրության առաջին համակարգիչները։ Հեղափոխությունից ընդամենը 2 ամիս էր անցել, երբ արմթաբանունով լապտոպները հայտնվեցին կառավարության բոլոր անդամների դիմաց։ 8 տարի անց պատկերն այսպիսին է։ 2020 թվականի դեկտեմբերի 3-ի նիստից սկսած կառավարության անդամների դիմաց հայկական արտադրության համակարգիչներն արդեն չկան։ Մեկ նմուշ մնում է միայն վարչապետի սեղանին։ Հայկական արտադրության ARM-TAB դյուրակիր համակարգիչները եւ առաջին ARM-Phone սմարթֆոնները մշակվել են Technology and Science Dynamics ընկերության կողմից։ Այսպես ասած, շնորհանդեսը տեղի էր ունեցել դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք արդյունաբերական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի նիստում։ Նախատեսվում էր, որ ընկերությունն առաջիկա 3 տարվա ընթացքում պլանշետների արտադրության ծավալը 10,000-ից պետք է հասցնի 50,000-ի, միավորի վաճառքի գին էր սահմանվել $180, իսկ ինքնարժեքը կազմելու էր $135։ Նախատեսվում էր հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքը սկսել 2014-ի հունվար-փետրվար ամիսներին, արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ։ Բայց ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը դեռ տարիներ առաջ ահազանգում էր 2017-ի հունվարից չի կարողանում իր արտադրանքը իրացնել ԵԱՏՄ երկրներում։ Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների տված 4 հավաստագրերից մեկը միության անդամ մյուս երկրները չէին ճանաչում։ Հարցը հետագայում լուծվեց, բայց ընկերությունն արդեն ֆինանսական խնդիրների առաջ էր կանգնել։ Ընկերության տնօրենի խոսքով աշխատանքից ազատվել էին 150 աշխատակիցներից 120-ը։ Դիմել էր Փաշինյանի կառավարությանը, սակայն այդպես էլ աջակցություն չէր ստացել։ Նոր կառավարությունը ճիշտ ավելի ակտիվորեն սկսեց դրանով զբաղվել, բայց մինչև այսօր նորից այդ հարցը չի լուծվում եւ ամենացավալին նա է, որ անհասկանալի է թե ինչն է պատճառը։ Այս խնդիրների բարձրաձայնումից ամիսներ անց Վահան գյուղի դպրոցականները Նիկոլ Փաշինյանից հայկական արտադրության համակարգիչներ նվեր ստացան։ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ձեզ այսպիսի հայկական արտադրության համակարգիչներ սիրեք։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար 2420 դյուրակիր համակարգիչ նվեր ստացավ նաև առողջապահության նախարարությունը։ Դրանք բաշխվել են բուժհաստատություններին։ Ընկերության Facebook-յան էջում ARM-TAB-երի վերաբերյալ վերջին հրապարակումներից մեկն է սա։ Ընկերության կայքը եւ հեռախոսահամարը չեն գործում։ Ինչու է այսօր հայկական արտադրության համակարգիչ դրված միայն Նիկոլ Փաշինյանի դիմաց։ Արդյոք այն այսօր օգտագործվում է։ Ինչ խնդիրներ են առաջացել համակարգիչների արտադրությամբ զբաղվող ընկերության եւ կառավարության միջև։ Ընդհանուր առմամբ քանի սարք է արտադրվել, ինչ որակի են դրանք եղել։ Այս հարցերը գրավոր ուղղել էինք վարչապետի աշխատակազմին, սակայն դրանք անպատասխան են մնացել։ Factor TV-ի հարցումը վերահասցեագրվել էր էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից հայտնել են. Technology and Science Dynamics սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականին տրամադրվել է Ալյանս ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն։ Ընկերությունը 2020 թվականին դադարեցրել է գործունեությունը ազատ տնտեսական գոտու տարածքում եւ օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս եկել գոտու շահագործողների ռեեստրից։ Մնացած հարցերի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությունը հաշվառում չի իրականացրել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ հայտնել են հարցման պահանջվող տեղեկատվությունը չեն տիրապետում։ Ստացվում է հայկական արտադրության առաջին համակարգիչների մասին այսօր հիշեցնում է միայն Փաշինյանի առջև դրված վերջին նմուշը։